Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կրկին օրակարգ է վերադարձել անկլավ-էքսկլավների հարցը։ Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova հայտարարել է, որ այդ տարածքներին վերաբերող հարցերը պետք է լուծում ստանան։ Սահմանազատման գործընթացը շարունակվելու է հյուսիսից հարավ, Տավուշ-Թովուզ հատվածից։ Գործընթացի սկսումով կլուծվի նաև անկլավային գյուղերի խնդիրը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան նշել է, թեման փակված չէ եւ պետք է քննարկվի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի եւ սահմանազատման հիմքում դրվող քարտեզների շրջանակում։ Ինչ վերաբերում է անկլավների թեմային, էքսկլավ անկլավի թեմային, դրա մասին ես խոսել եմ, այդ թվում նախընտրական շրջանում, եւ մենք պետքա բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք եւ ելի ասում եմ, ուզում եմ հիշեցնել, որ մենք նույնպես այդ թեմայով մեղմ ասած շահագրգռություն ունենք, որովհետև Արցվաշեն գյուղը էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է։ Անկլավը մի երկրին պատկանող տարածք է, որը գտնվում է մեկ այլ երկրի տարածքում, իսկ էքսկլավը նույն տարածքն է իր երկրի տեսանկյունից, երբ այն կտրված է պետության հիմնական տարածքից եւ գտնվում է այլ երկրի տարածքով առանձնացված վիճակում։ Այսինքն նույն տարածքը կարող է մեկ երկրի համար լինել անկլավ, իսկ մյուսի համար էքսկլավ։ Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում այս հասկացությունները վերաբերում են մի քանի տարածքների, որոնց շուրջ էլ այսօր շարունակվում են քննարկումները։ Տիգրանաշենն է, Բարխուդարլուն, Էսկիպարան եւ Արցվաշենը։ Արցվաշենը հայկական Ադրբեջանի տարածքում, այս երեք կարմիրները ադրբեջանական տարածքներ Հայաստանի մեջ։ Իսկ ինչպես են ձևավորվել այս տարածքները։ Քարտեզի վրա Հայաստանի տարածքը, որ այս կարմիրով շրջապատվածն է, տարածքի մեջ չկան որևէ անկլավ, գոյություն չունի անկլավ 26 թվականին, իսկ ամբողջ Հայաստանի տարածքը տեքստի մեջ գրված է 30,948 քառակուսի կիլոմետր։ Դա հրատարակված է Ադրբեջանի Հանրապետության քարտեզը։ Քարտեզի տարածքը նշված է 84,600 քառակուսի կիլոմետր։ Այսօր նրանց տարածքը 86,400 քառակուսի կիլոմետր, բայց Հայաստանի ոչ մի Ադրբեջանում ոչ մի անկլավ գոյություն չունի, Հայաստանում էլ ադրբեջանական անկլավ գոյություն չունի։ Արցվաշենը ամբողջովին Հայաստանի տարածքում է այս քարտեզի վրա։ Այնուհետև նրա խոսքով 1938 թվականին հրատարակվել է Հայաստանի Հանրապետության վարչական քարտեզը, որտեղ Հայաստանի տարածքը 1200 քառակուսի կիլոմետր պակասել է։ Այս երկու անկլավները Տավուշում տրվել են Ադրբեջանին։ Իսկ Արցվաշենը պարանոցով կապված է Հայաստանին դեռ։ Տիգրանաշենը դեռևս չի ստեղծվել, այսինքն Հայաստանի ամբողջական տարածքում է Տիգրանաշենը։ Սա 38 թվականն է։ Հետո 39 թվականին Արցվաշենը նույնպես ցույց տրվեց քարտեզների վրա։ Գալչյանի պնդմամբ քարտեզները կազմվել են Խորհրդային Միության կենտրոնական շտաբի կողմից, ըստ ցանկության։ Նա նշում է, որ Հայաստանի Հանրապետությունն այդ տարածքները հանձնելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել եւ նման որոշումը հիմնավորող փաստաթուղթ գոյություն չունի։ Միակ փաստաթուղթը, որ գոյություն ունի, Արցվաշենն է, որ իրենք գրավելուց հետո համաձայնեցին որպես անկլավ վերադարձնել Հայաստանին։ Դա որոշումը կա։ Մյուսները չկան։ Այնուհետև քարտեզագետը ներկայացնում է նաև 2014 թվականին հրապարակված Ադրբեջանի հանրային ատլասից մի հատված, որտեղ Ասկիպարանը, Բարխուդարլուն եւ Տիգրանաշենը նշված են որպես ադրբեջանական անկլավներ, մինչդեռ Արցվաշենը քարտեզում ներկայացված է առանց նշման, որ այն հայկական տարածք է։ Ըստ Գալչյանի այս տարածքային հարցը կարող է ունենալ երկու հնարավոր լուծում։ Առաջին դեպքում կողմերը միմյանց են հանձնում անկլավները։ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցում 3 անկլավները, որոնց ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 45 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանը Հայաստանին Արցվաշենը, որն էլ գրեթե 43 քառակուսի կիլոմետր է։ Սակայն քարտեզագետի գնահատմամբ նման տարբերակը Հայաստանի համար կարող է մի շարք խնդիրներ առաջացնել։ Տիգրանաշենի շրջանը ընդեղի այդ մայրուղին անցնում է դրա վրայով եւ մենք պիտի մայրուղու համար տարբերակ կառուցենք, ուրիշ ճանապարհ շրջանցենք այդ։ Եթե Ադրբեջանին հանձնվի, այդ ճանապարհը կփակեն մեզ համար։ Իսկ եթե միջանցքը ադրբեջանական անկլավին դեպի Ասկիպարա տրվի, դա պիտի անցնի Ասկիպարա գյուղի վրայով։ Այսինքն Ասկիպարա գյուղը պիտի որ վերանա։ Դրա հետ կվերանա նաև Հայաստանի Իջևանից դեպի Նոյեմբերյան գնացող ճանապարհը եւ ռուսական գազատարը, որը տեղից է անցնում։
Երկրորդ տարբերակն էլ նրա անկլավների փոխանակումն է։ Այս դեպքում հայկական անկլավները դառնում են ադրբեջանական, իսկ ադրբեջանականները հայկական։ Քալչյանի համոզմամբ սա առավել իրատեսական եւ խելամիտ լուծում է, քանի որ պետք է հաշվի առնել ոչ միայն տարածքների մակերեսը, այլև դրանց ռազմավարական նշանակությունը։ Իսկ տեսեք Ադրբեջանը, եթե Արցախյանը հանձնի մեզ, կորցնում է իր ընդհանուր այս կենտրոնը, տեսնում եք այստեղ։ Իրենք այս շրջանի տնտեսական կենտրոնը Արցախյանն է։ Այսինքն բոլոր գյուղացիները շրջապատից բերում են իրենց արտադրանքը դնում Արցախյան, հետո այնտեղից ուղարկում են դեպի Բաքու։ Եթե նույնիսկ մարդ չապրի Ադրբեջանում, մենք հանգիստ կարող ենք ճանապարհները փակել եւ Ադրբեջանի այդ տնտեսական կենտրոնը կվերանա։ Հետևաբար ադրբեջանցիներին էլ ձեռնտու չի անկլավները վերադարձնելը։ Թե որ տարբերակն ի վերջո կընտրվի, պարզ կդառնա սահմանազատման գործընթացի հետագա փուլերում։ Սակայն ակնհայտ է, որ անկլավ-էքսկլավների հարցը վերաբերում է ոչ միայն քարտեզների վրա գծված սահմաններին, այլև անվտանգությանը, հաղորդակցություններին եւ երկու երկրների միջև ձեռք բերվելիք քաղաքական համաձայնություններին։ Էլեն Խուդյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։